Հազարավոր տարիներ մարդիկ կարծում էին, որ մեր արեգակնային համակարգը առանձնահատուկ եզակի վայր է, և նրա մոլորակները միակն են տիեզերքում։ Թվում էր, թե տիեզերքի անծայրածիր մթության մեջ մոլորակները հազվագյուտ երևույթներ են, իսկ աստղերը պարզապես լուսատուներ խավարի մեջ։ Եվ ոչ ոք չուներ պատասխան այն հարցին, արդյոք մենք մենակ ենք տիեզերքում։ Բայց այսօր գիտությունը կանգնած է նոր հեղափոխության շեմին։ Արեգակնային համակարգից շատ հեռու գոյություն ունեն այնքան տարօրինակ մոլորակներ, որ գրեթե անիրական են թվում։ Մոլորակներ, որտեղ երկինքն այրվում է, անձրևի փոխարեն հալված ապակի է տեղում։ Սառած մոլորակներ, որոնք միայնակ թափառում են անվերջանալի խավարի մեջ, գազային աշխարհներ, որտեղ փոթորիկները կարող են տևել դարեր։ Դրանք էկզոմոլորակներն են։ Աստղադիտակները, ինչպիսիք են Կեպլերը, Տեսը և Ջեյմս Վեբը, հաստատել են ավելի քան 6000 էկզոմոլորակների գոյությունը մեր գալակտիկայի ամենատարբեր անկյուններում։ Մենք նրանց չենք կարող ուղղակիորեն տեսնել։ Նրանց հեռավորությունը չափվում է տասնյակ և հարյուրավոր լուսատարիներով, բայց երբ այդ աշխարհներն անցնում են իրենց աստղերի առջևով, թողնում են փոքրիկ ստվերներ։ Ստվերներ, որոնք պատմում են մեզ անհավանական պատմություններ ֆիզիկայի, քիմիայի և կյանքի սահմանների մասին։ Գիտնականները բոլոր հայտնաբերված էկզոմոլորակները բաժանում են 4 հիմնական խմբերի, հիմնվելով դրանց չափսերի, զանգվածի և բաղադրության վրա։ Գազային հսկաներ, ջրածնից և հելիումից կազմված ահռելի աշխարհներ, ինչպիսիք են Յուպիտերն ու Սատուրնը, սակայն այլ աստղերի շուրջ մենք հաճախ հանդիպում ենք տաք Յուպիտերների։ Նրանք պտտվում են իրենց արևին չափազանց մոտ, ինչի պատճառով դրանց մթնոլորտը շիկացած է ու բառացիորեն եռում է։ Նեպտունյան մոլորակներ կամ սառցե հսկաներ, դրանք չափսերով նման են Նեպտունին, ունեն գազային մթնոլորտ, բայց նրանց միջուկը կազմված է ծանր տարրերից ու սառույցից։ Սուպերերկրներ, մոլորակների մի դաս, որը մեր արեգակնային համակարգում ընդհանրապես գոյություն չունի։ Դրանք զանգվածով ավելի մեծ են, քան Երկիրը, բայց ավելի թեթև, քան Նեպտունը։ Սուպերերկրները կարող են պատված լինել խիտ գազերով կամ ամբողջությամբ ծածկված լինել հարյուրավոր կիլոմետրեր խորություն ունեցող օվկիանոսներով։ Եվ վերջապես երկրային տիպի մոլորակներ կամ քարքարոտ աշխարհներ, որոնք մոտավորապես Երկրի, Վեներայի և Մարսի չափսերին են։ Դրանք ունեն պինդ մակերևույթ, որի վրայով տեսականորեն հնարավոր է քայլել։ Եվ հենց սրանք են գիտնականների գլխավոր թիրախը՝ հեղուկ ջուր և արտերկրային կյանք փնտրելու համար։ Այսօր մենք կճամփորդենք մեր արեգակնային համակարգից դուրս, դեպի այն բացառիկ օտար մոլորակները, որոնք փոխեցին աստղագիտության պատմությունը։ Գեղեցիկ, սարսափելի, բայց բոլորն էլ ծայրահեղ։ Մեր առաջին կանգառը գտնվում է 1300 լուսատարի հեռավորության վրա նկարիչ համաստեղությունում։ Սա TOI 1338b մոլորակն է։ Առաջին մոլորակն է, որը տես աստղադիտակը հայտնաբերել է Երկակի աստղային համակարգում, և նրա հայտնագործությունը կապված է մի զարմանալի պատմության հետ։ 2019 թվականին 17-ամյա մի պատանի, Վոլֆ Կուկիերը, ընդունվեց NASA փորձաշրջանի։ Իր աշխատանքի ընդամենը երրորդ օրը, ուսումնասիրելով աստղադիտակի տվյալները, նա նկատեց մի տարօրինակություն, որը վրիպել էր գիտնականների աչքից։ Դա մի նոր անհայտ մոլորակ էր։ Այս համակարգի սրտում ոչ թե մեկ աստղ է, այլ երկուսը։ Մեկը մեր արևից մոտ 10%-ով ավելի մեծ է, իսկ մյուսը ավելի փոքր, խամրած ու տասնյակ անգամներ ավելի սառը, ունենալով արևի զանգվածի ընդամենը 1/3-ը։ Նրանք պտտվում են միմյանց շուրջ յուրաքանչյուր 15 օրը մեկ, և այս քաոսային պարի կենտրոնում գտնվում է TOI 1338b-ն։
Այն իր չափսերով մոտ է Սատուրնին, Երկրից գրեթե 7 անգամ մեծ։ Նրա հսկայական մթնոլորտը կազմված է ջրածնից և հելիումից։ Այդ ամպերի խորքերում ճնշումն այնքան մեծ է, որ պինդ մակերևույթ այնտեղ պարզապես գոյություն չունի, բայց ամենահետաքրքիրը նրա երկինքն է։ Քանի որ մոլորակի հետևում գտնվող երկու աստղերն անդադար շարժվում են, դրա տարանցումներն անկանոն են։ Այս աշխարհի մեկ տարին տևում է ընդամենը 93-ից 95 երկրային օր։ Այստեղ ժամանակը հոսում է այլ կերպ։ Քանի որ մոլորակը գտնվում է երկու անդադար շարժվող աստղերի ձգողականության ազդեցության տակ, սովորական 24-ժամյա օր այստեղ գոյություն չունի։ Օրվա և գիշերվա հերթափոխը քաոսային է, իսկ երկնքում լույսի անկյունները փոխվում են ժամ առ ժամ։ Եկեք մի պահ կանգ առնենք այստեղ։ Պատկերացրեք այս տեսարանը։ Մի մոլորակ, որտեղ սովորական օր ընդհանրապես գոյություն չունի։ Ոչ մի հստակ ժամանակացույց գիշերվա և ցերեկվա համար։ Լույսի և մթության անվերջանալի հերթափոխ, որը քաոսի է վերածում ժամանակի մասին մեր պատկերացումները։ Կցանկանայիք այցելել այսպիսի աշխարհ, որտեղ չկա հստակ գիշեր և ցերեկ։ Պարզապես իմաստ չէր լինի կրել ձեր սիրելի ժամացույցը։ Սովորաբար երկու աստղերի շուրջ պտտվող մոլորակները ձգողականության քաոսի պատճառով կամ բախվում են աստղերին, կամ դուրս են շպրտվում տիեզերքի խորքերը։ Բայց TOI 1338b-ն բացառություն է։ Այն գտել է մաթեմատիկորեն գրեթե կատարյալ ուղեծիր, որը կարող է կայուն մնալ միլիոնավոր տարիներ։ Սակայն երկրից նայողի համար կա մի հետաքրքիր փաստ։ Ուղեծրի անկյունը փոխվում է այնքան արագ, որ շուտով մոլորակը կվերանա մեր տեսադաշտից ու կրկին կհայտնվի միայն տարիներ անց։ Երկու աստղերի անվերջ շարժման պատճառով այս աշխարհում ոչինչ սովորական չէ։ Երկինքը մշտապես փոխվում է, երբեմն մի արևն է գերիշխում, երբեմն մյուսը։ Իսկ մայրամուտները նման չեն այն ամենին, ինչ մենք երբևէ տեսել ենք երկրի վրա։ Եթե սավառնեիք այդ աշխարհի հսկայական ամպերի վերևով, կտեսնեիք մի տեսարան, որը մարդկության համար զուտ գիտաֆանտաստիկա է։ Երկու արև, երկու տարբեր ստվերներ և կրկնակի մայրամուտներ ամեն օր։ Սակայն TOI 1338b-ում սա ֆանտազիա չէ, սա իրականություն է։ Մեզանից ընդամենը 63 լուսատարի հեռավորության վրա է գտնվում մի մոլորակ, որն առաջին հայացքից այնքան խաղաղ ու գեղեցիկ է թվում։ Նրա անունն է HD 189733b։ Կապույտ մոլորակ, որը հանդարտ լողում է տիեզերքի մթության մեջ։ Մի պահ այն նույնիսկ հիշեցնում է երկիրը, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Սա գազային հսկա է, որը պտտվում է իր աստղին չափազանց մոտ։ Ջերմաստիճանն այստեղ գերազանցում է 1000 աստիճան Ցելսիուսը։ Իսկ մեղմ կապույտ գույնը օվկիանոսներ չեն, դրանք մթնոլորտում լողացող սիլիկատների ապակու մանր մասնիկներն են, որոնք տարածում են կապույտ լույսը։ Այս մոլորակն ունի երկու ամբողջովին տարբեր կիսագնդեր։ Մակընթացային կողպման պատճառով նրա մի կողմը մշտապես նայում է իր աստղին, այնտեղ երբեք մայրամուտ չի լինում։ Մյուս կողմը հավերժական գիշերվա մեջ է և երբեք արևի երես չի տեսնում։ Երկու կիսագնդերի միջև ջերմաստիճանային ահռելի տարբերությունն առաջացնում է տիեզերքի ամենադաժան մթնոլորտային երևույթներից մեկը։ Քամիների արագությունն այստեղ հասնում է մոտ 8000 կմ/ժ։ Դա ձայնի արագությունից գրեթե 7 անգամ ավելի արագ է։ Ենթադրվում է նաև, որ HD-ում հավանաբար անձրևում են հալված ապակումանր մասնիկներ, և այդ ապակին չի ընկնում վերևից ներքև։ Այն կատաղի քամիների հետ սլանում է գրեթե հորիզոնական, կողքից, ինչպես միլիոնավոր սուր բեկորներից կազմված ավազային փոթորիկ։ Այս մոլորակում մեկ տարին տևում է ընդամենը 2 երկրային օր։ Խաղաղ թվացող HD 189733b-ն հայտնաբերված ամենածայրահեղ մոլորակներից մեկն է։
Տիեզերքի խորքերում թաքնված է մի աշխարհ, որն իր դաժանությամբ անցնում է մարդկային երևակայության բոլոր սահմանները։ Բարի գալուստ WASP 76b։ Մեզանից 640 լուսատարի հեռավորության վրա գտնվող իսկական տիեզերական դժոխք է այստեղ։ Սա ուլտրատակ Յուպիտեր է։ Այն իր աստղին այնքան մոտ է, որ ամբողջ տարին այստեղ տևում է ընդամենը 43 ժամ։ Մոլորակը գտնվում է մակընթացային կողման մեջ, այսինքն նրա մի կողմում հավերժական կրակոտ ցերեկ է 2400 աստիճան Ցելսիուս, իսկ մյուսում մշտական խավար գիշեր, մոտ 1000 աստիճան Ցելսիուս։ Այսպիսի տապում մետաղները, օրինակ երկաթը, ոչ միայն հալվում են, այլև բառացիորեն գոլորշիանում են, բարձրանալով մթնոլորտ։ Իսկ Ջեյմս Ուեբի վերջին տվյալները ցույց են տվել նաև թունավոր բարիումի առկայություն, ինչը վկայում է մոլորակի ծայրահեղ եւ դեռևս ամբողջությամբ չհասկացված քիմիայի մասին։ Բայց ամենասարսափելին տեղի ունենում այն սահմանագծին, որտեղ ցերեկը բախվում է գիշերվան։ Հզոր քամիները, որոնք սլանում են ժամում մոտ 20,000 կիլոմետր արագությամբ, երկաթի գոլորշին տեղափոխում են դեպի մութ կողմ, որտեղ վերածվելով ծանր ամպերի, դրանք թափվում են ցած, հալված, կրակոտ երկաթե անձրևի տեսքով։ WASP 76b-ին հավերժական փոթորիկների կործանարար մոլորակ է։ Էկզոմոլորակների որոնումը միայն էքստրեմալ ֆիզիկայի մասին չէ։ Մեր գլխավոր նպատակը տնից հեռու տուն գտնելն է։ Եվ այս հարցում օգնության է գալիս ամենախոստումնալից համակարգը։ Տրապիստ 1-ը։ Դա ընդամենը 40 լուսատարի հեռավորության վրա գիտնականների հայտնաբերած երկրատիպ մոլորակների ամենամեծ կուտակումներից մեկն է։ Ոչ բոլոր արտասովոր էկզոմոլորակներն են կրակների մեջ։ Որոշները կարող են ամբողջությամբ ծածկված լինել ջրով։ Դրանք օվկիանոսային աշխարհներն են, որոնցից շատերը պատկանում են գերերկրների դասին։ Իսկ տրապիստ 1-ի մի քանի մոլորակներ հենց այս խմբի ամենահետաքրքիր թեկնածուներից են։ Նրա կենտրոնում փոքր եւ սառը կարմիր թզուկ աստղ է, որի շուրջ պտտվում են երկրի չափերի 7 մոլորակներ։ Բայց սա սովորական համակարգ չէ։ Այստեղ բոլոր մոլորակները շարժվում են զարմանալի ներդաշնակությամբ։ Նրանց ուղեծրերը կապված են միմյանց հետ այնպես, որ յուրաքանչյուր մոլորակի շարժումն ազդում է մյուսների վրա, պահպանելով ամբողջ համակարգի կայունությունը։ Իսկ գիտնականների ուշադրությունը սևեռված է դեպի E, F եւ G մոլորակները, քանի որ նրանք գտնվում են իրենց համակարգի բնակելի գոտում։ Հիմա մոտենանք տրապիստ 1-ին։ Նա ստանում է գրեթե նույնքան էներգիա իր աստղից, որքան երկիրը արևից։ Նրա զանգվածը, խտությունը եւ ձգողականության ուժը զարմանալիորեն նման են մեր մոլորակին։ Հարևան մոլորակները տրապիստ 1-ի երկնքում երևում են ոչ թե որպես հեռավոր լույսի կետեր, այլ որպես վիթխարի սկավառակներ, ավելի մեծ, քան մեր լուսինը։ Թեև այս համակարգում մոլորակները իրենց կազմությամբ ոչ թե գազային, այլ պինդ քարքարոտ աշխարհներ են, ինչպես երկիրը։ Սակայն դրանցից որոշները կարող են ունենալ վիթխարի օվկիանոսներ, որոնք ծածկում են մոլորակն ամբողջությամբ կամ մեծ մասը։ Պատկերացրեք, հարյուրավոր կիլոմետրեր խորություն ունեցող օվկիանոսներ եւ ոչ մի քառակուսի մետր ցամաք, միայն անվերջ ջուր։ Դրանց խորքերում ճնշումն անհավանական բարձր է, որի պատճառով ջուրը վերածվում է սառույցի էկզոտիկ տեսակների, ինչպիսին է այս սևնը, որը երկրի վրա բնական պայմաններում երբեք չի հանդիպում։ Եվ գուցե այս օտար աշխարհում գործում են բոլորովին այլ մեխանիզմներ կյանքի գոյության համար։ Ջեյմս Վեբ աստղադիտակն արդեն ուղղել է իր հայացքը դեպի տրապիստ 1։ Մենք դեռ չգիտենք ինչ պատասխան կստանանք, բայց առաջին անգամ մարդկությունը ձեռքերը մեկնել է դեպի այն մոլորակները, որոնք կարող են տուն դառնալ երկրից հետո։
Էկզոմոլորակների մեջ կա մեկը, որի հայտնագործությունը փոխեց մեր պատկերացումները երկրանման մոլորակների մասին։ Երբ ՆԱՍԱ-ն 2015 թվականին հայտարարեց նրա մասին, ամբողջ աշխարհում դրան սկսեցին անվանել Երկիր 2։ Դա Կեպլեր 452 b-ն է։ Այն գտնվում է մեզանից մոտ 1400 լուսատարի հեռավորության վրա կարապի համաստեղության ուղղությամբ։ Ինչու էր այս հայտնագործությունն այդքան առանձնահատուկ։ Մինչ այդ գիտնականները հայտնաբերել էին բազմաթիվ էկզոմոլորակներ, բայց դրանց մեծ մասը կամ ունեին շատ բարձր ջերմաստիճան, կամ շատ ցածր, կամ պտտվում էին փոքր կարմիր թզուկ աստղերի շուրջ։ Սակայն Կեպլեր 452 b-ն առաջին աշխարհներից էր, որը միաժամանակ հիշեցնում էր և Երկիրը, և նրա արեգակնային համակարգը։ Այն պտտվում է G2 դասի աստղի շուրջ, նույն տեսակի, նույն ջերմաստիճանի և գրեթե նույն պայծառության դեղին աստղի, ինչ մեր արեգակն է։ Ավելին, այն գտնվում է իր աստղից գրեթե նույն հեռավորության վրա, ինչ Երկիրը արևից։ Դա նշանակում է, որ մոլորակը նույնպես գտնվում է բնակելի գոտում, այնտեղ, որտեղ համապատասխան պայմանների դեպքում կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր։ Կեպլեր 452 b-ն Երկրից մոտ 60%-ով մեծ է, ինչի պատճառով այն դասվում է գերերկրների շարքին։ Եվ եթե պարզվի, որ նա քարքարոտ մոլորակ է, ապա մակերևույթի ձգողականությունը կարող է գրեթե 2 անգամ ուժեղ լինել, քան Երկրի վրա։ Սակայն ամենահետաքրքիրը նրա տարիքն է։ Այս համակարգը մոտ 6 միլիարդ տարեկան է, շուրջ 1.5 միլիարդ տարով ավելի հին, քան արեգակնային համակարգը։ Եթե Կեպլեր 452 b-ում երբևէ առաջացել է կյանք, ապա այն ունեցել է ավելի քան 1 միլիարդ լրացուցիչ տարի զարգանալու համար։ Մենք չգիտենք պատասխանը, բայց նայելով նրան, մենք գուցե նայում ենք ոչ միայն մեկ այլ երկրի, այլ նաև մեր սեփական մոլորակի հնարավոր ապագային։ Տիեզերքը դատարկ չէ։ Այն լցված է անհավանական աշխարհներով։ Միայն մեր գալակտիկայում հայտնաբերվել են հազարավոր էկզոմոլորակներ, իսկ Երկրին առավել նման աշխարհների թիվը շարունակում է աճել։ Մեր աշխարհն այլևս բացառություն չէ։ Այն պարզապես տիեզերքի հնարավոր տարբերակներից մեկն է։ Իսկ տիեզերքի երևակայությունը շատ ավելի հարուստ է, քան մերը։ Եվ գուցե մեկ այլ մոլորակի վրա կյանք տրող էակները հավատում են մեր գոյությանը ճիշտ այնպես, ինչպես մենք իրենց։ Եվ նրանք էլ փորձում են գտնել մեզ։